Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գործող իշխանությունը պետական, վարչական և տեղեկատվական ռեսուրսները կիրառում է եկեղեցական կառույցների վրա ճնշում գործադրելու համար, նման արձանագրմամբ է հանդես եկել Անտիկհորը։ Նշենք, որ վերջին օրերին հրապարակվել են երկու փաստաթուղթ, որտեղ տարբեր հոգևորականներ իբր պահանջում են սառեցնել Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի լիազորությունները։ Երկու փաստաթուղթն էլ առաջինը հայտնվել են իշխանության վերահսկողության տակ գտնվող մեդիա ալիքներում Տարոն Չախոյանի և Վահագն Ալեքսանյանի հարթակներում։ Անտիկհորը վերլուծել է ստացվող տեղեկություններն ու արձանագրել, որ փաստաթղթերում նշված մի շարք հոգևորականներ իրականում դրանք չեն ստորագրել։ Երկրորդ փաստաթուղթը հրապարակվեց այսօր նոյեմբերի 27-ին։ Այնտեղ նշվում էր, թե իբր նոյեմբերի 25-ին քննչական կոմիտեն տրամադրել է ինտիմ տեսագրության փորձաքննության արդյունքները, այն չկեղծված լինելու վերաբերյալ։ Դա այն նույն տեսագրությունն է, որը շաբաթներ առաջ տարածվեց իշխանության հետ կապվող նորաստեղծ Telegram ալիքի միջոցով, ապա արագ փակվեց։ Սրբազանը հերքել է իր առնչությունը տեսագրությանը ու տեղյակ չէ, որ քննչական կոմիտեն նման փորձաքննություն ընդհանրապես նշանակել է։ Փաստինֆոյի հարցումներին ի պատասխան քննչական կոմիտեն նախընտրում է լռություն պահպանել ու խուսափում մեկնաբանել Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակված տեղեկությունները։ Համենայն դեպս չեն էլ հաստատում։ Անտիկհորին հաջողվել է ունենալ խորհրդապահական զրույց փաստաթղթի մեջ նշված, բայց չստորագրված հոգևորականներից մեկի հետ։ Նրա փոխանցած տեղեկությունը բացում է այս ամբողջ գործընթացի իրական մեխանիզմը։ Ստորագրության թերթիկը ներկայացվել է առանց տեքստի։ Հոգևորականներին նախ ներկայացվել է միայն ստորագրության թերթիկ։ Տեքստը բացակայել է։ Այսպիսի մեխանիզմները բնորոշ են ոչ թե եկեղեցական ընթացակարգերին, այլ իշխանական կառավարման մանիպուլյատիվ գործիքակազմին։ Տեքստը գրվել է ոչ թե հոգևորականների, այլ իշխանության կողմից։ Ըստ զրուցակցի, փաստաթղթի տեքստը կազմվել է հենց վարչապետի աշխատակազմում և մեծ հավանականությամբ անձամբ Տարոն Չախոյանի մասնակցությամբ։ Հոգևորականներին տեքստը ցույց չեն տվել, մինչև չպահանջեցին։ Երբ հոգևորականներից մեկը պահանջել է ներկայացնել ամբողջ փաստաթուղթը, իշխանության ներկայացուցիչները տեքստ չեն ներկայացրել։ Միայն մի քանի ժամ անց է նրանց փոխանցվել փաստացի տեքստը և հենց այդ պահից էլ հոգևորականը հրաժարվել է ստորագրել։ Հոգևորականի գնահատականը ուրակազմի ու ճշգրտության խառնուրդով։ Զրուցակից հոգևորականը վարչապետի աշխատակազմի ներկայացուցչին հեգնել է։ Եկեղեցում չեք գտնի մեկ հոգևորականի, ով կարող էր այս աստիճանի անգրագետ տեքստ գրել։ Այս գնահատականն ակնարկում է ոչ միայն տեքստի աղբյուրը, այլ նաև իշխանության կողմից իրականացվող բիրտ և անպատրաստ միջամտության մակարդակը։ Անտիկհորն արձանագրում է, սա քաղաքական իշխանության կողմից եկեղեցու ներքին պառակտման փորձ է, վարչական, մեդիա և քաղաքական լծակների համադրմամբ։